Արցախի տնտեսությունը կարող ենք նյութագրել որպես դինամիկ զարգացող, իրականում վերջի 10 տարիների կտրվածքով միջինում տնտեսական աճը գերազանցել է 10%, այսինքն 10,5 կես է կազմել այդ միջին ցուցանիշը եւ այդ տենդենսը պահպանվել է 2018 թվականի արդյունքներով 11,9% է կազմել տնտեսական աճը եւ այս տարվա կիսամյակային ցուցանիշը նույնպես բարձր էր 9,6%. Եվ մենք մեր ծրագրերով նախատեսում ենք, որ այդ բարձր աճի տեմպերը կպահպանվեն նաև միջնաժամկետ հատվածում եւ այդ ցուցանիշները ներառել ենք նաև կառավարության կողմից հաստատված 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ մեկ շնչի հաշվին հնայի ցուցանիշը կազմել է 18 թվականի արդյունքներով 3855 ԱՄՆ դոլար եւ մենք արդեն ասել ենք Հայաստանի միջին մակարդակին այդ ցուցանիշի գծով, իսկ դինամիկայի տեսանկյունից կարող ենք ասել, որ ելի վերջի 10 տարվա ընթացքում այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է։ Իհարկե մենք սկսել ենք բավականին ցածր ելակետային դիրքից, որովհետև պատերազմից հետո ակնհայտ է, որ տնտեսությունը ուղղակի քայքայված վիճակում էր եւ միայն այդպիսի բարձր տեմպերի շնորհիվ կարող ենք ապահովել մեր նախանշված արդյունքները։ Եթե խոսենք հիմնական ճյուղերի կամ գերակա ճյուղերի մասին, որոնք որ կառավարությունը գերակայություն է համարում կամ որոնց զարգացումը ռազմավարական նշանակություն է դիտարկում որպես, դրանք հետևյալն են. առաջին հերթին մշակող արդյունաբերություն, էներգետիկա, գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն։ Ուշադրության կենտրոնում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բայց հիմնական գերակայությունները սրանք են եւ բոլոր ոլորտներով ունենք որոշակի հաջողություններ։ Կառավարության աշխատանքները առաջին հերթին նաև ուղղված են հետագա աճի դիվերսիֆիկացիա ապահովմանը, որպեսզի կախվածություն չլինի որևէ մեկ ճյուղից կամ առավել եւս այսպես խոշոր կազմակերպություններից։ Այդ առումով նույնպես որոշակի հաջողություններ ունենք, օրինակ այս տարի մեր արդյունաբերության ճյուղը բավականին մեծ աճ է արձանագրում, շուրջ 30%, օրինակ այս 8 ամսվա տվյալներով 32% է կազմել արդյունաբերության ճյուղի աճը եւ որի կառուցվածքում նկատվում է մշակող արդյունաբերության աճ ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի։ Դա կարող է դրական համարել, որովհետև համաշխարհային կոնյունկտուրան այնպիսին է, որ հանքարդյունաբերության ոլորտում տեղ է գտել ուրեմն մետաղների գների որոշակի նվազում, եւ դա զուգորդվել է մեր հանքարդյունաբերության ոլորտում ուրեմն արտադրական ծավալների որոշակի նվազմամբ, արդյունքում մենք ունեցանք այդ ենթաճյուղում որոշակի նվազում։ Բայց այդ նվազումը լրիվությամբ փոխհատուցվել է կամ ավելի շուտ նույնիսկ ավելի շատ աճ ենք մենք ունեցել մյուս երկու ենթաճյուղերի մշակող արդյունաբերության եւ էներգետիկայի հաշվին եւ արդյունքում ունեցանք այդպիսի աճ։ Այլ ոլորտների մասին եթե խոսեմ, գյուղատնտեսությունը այս տարվա արդյունքներով այս պահին դեռևս արդյունքները վերջնականապես ամփոփված չեն, որոշակի չոր կլիմայի պատճառով եւ տեղումների պակասի պատճառով չունեցանք այն նախանշված արդյունքները, որը մենք տարեսկզբին ակնկալում էինք, որտեղ սպասումները շատ ավելի բարձր էին, մենք նախադրյալները կային, մենք ունեինք լավ սպասումներ ուրեմն գարնանացամշակաբույսերի առումով, որովհետև ցանկատարածությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 2 անգամ։ Ցավոք սրտի բերքը այդ նույն համամասնությամբ չի աճել, բայց դա արդեն նախադրյալ է մյուս տարիների համար, որպեսզի մենք ունենանք այդպիսի լավ ցուցանիշներ։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտում մեր շեշտադրումը դա ինտենսիվ գյուղատնտեսությունն է, այգեգործություն կամ այն ոլորտները, որոնք որ ստեղծում են համեմատաբար ավելի բարձր արժեք ու դրանց հիմնումն է ուրեմն նոր տեխնոլոգիաների, նոր մեթոդների վրա։ Մասնավորապես ռոկման նոր տեխնոլոգիաներ, կաթիլային, անձրևային կամ այլ նմանատիպ համակարգերի կիրառմամբ ու այդ ուղղությամբ աշխատանքների առումով նույնպես ունենք
առաջընթաց, հատուկ պետական ծրագիր ենք ուրեմն գործարկել եւ պետական էական աջակցություն է ցուցաբերվում կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ եւ մի տարվա ընթացքում մենք ավելի քան 40%-ով ավելացրինք այդ կաթիլային համակարգերով ապահովված ուրեմն տարածքների մակերեսը ու այդ ծրագիրը շարունակվում է այս տարի նույնպես այդ տարածքները կավելանան, իսկ կաթիլային համակարգերը դրական են շատ բազմաթիվ գործոնների պատճառով, դա եւ ոռոգման ջրի տնտեսումն է եւ հողի որակի պահպանում բարելավումն է եւ էրոզիայի բացառումն է եւ նաեւ բերքատվության բարձրացումն է եւ այլն։ Կարող եմ շարունակել էներգետիկայի մասին, թե այլ հարցեր։ Այո, էներգետիկան ընդհանուր առմամբ ասեմ, որ այս տարի, ավելի շուտ անցած տարի 2018 թվականին առաջի տարին էր, երբ որ մենք արտադրեցինք ավելի շատ էլեկտրաէներգիա, քան սպառեցինք։ Այսինքն կարող եք արձանագրել, որ մենք արդեն էլեկտրաէներգիա արտահանող երկիր կարող ենք համարվել, այդ էլեկտրաէներգիան արտահանում է Հայաստանի Հանրապետություն, ներառվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգա հաշվեկշռում։ Եթե անցած տարի մեզ Արցախում արտադրված հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 400 միլիոն կիլովատժամ, մի քիչ պակաս 390 միլիոն կիլովատժամ, ապա այս տարի մենք սպասում ենք շուրջ 470, այսինքն մոտ 90 միլիոն կիլովատժամով ավել, իսկ եւ այդ տենդենսը կպահպանվի, յուրաքանչյուր տարի կավելանա արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, մի քանի տարի անց, այսինքն եթե հաշվի առնենք այն պրոյեկտների եւ ընթացքում գտնվող բոլոր նախագծերը, որոնք որ հիմա այն արտադրական հզորությունները, որոնք հիմա ընթացքում են, դրանց ավարտելուն պես մենք կարող ենք հասնել ընդհանուր մինչեւ 1 միլիարդ կիլովատժամի արտադրանքի ծավալի։ Դա էական նախադրյալներ է ստեղծում արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացման համար, որովհետեւ բավարար հզորություններ են ուրեմն արտադրական տարբեր գործարանների ուրեմն կամ այլ ոլորտներում ուրեմն զարգացման համար եւ նաեւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից նույնպես էական նշանակություն ունի։ Հիմա սկսել ենք ուշադրություն դարձնել արևային էներգետիկային, այսինքն արևային էներգիայի արտադրության զարգացմանը, համապատասխան իրավական ակտեր արդեն ստեղծվել են, կան որոշակի հետաքրքրություններ տարբեր ներդրողների կողմից եւ հույս ունեմ, որ մոտակա ժամանակներում կունենանք նաեւ արևային էներգիայի արտադրության նոր հզորություններ։ Հանրապետության իսկ ներդրումների առումով շարժ կա, այսինքն հետաքրքրությունը Արցախի նկատմամբ որպես բիզնես միջավայրի, չգիտեմ, այս տնտեսությունում այստեղ ներդրումներ կատարելու առումով փոփոխություններ կան նախորդ տարիների համեմատ, թե ներդրումների աճի տենդենսները պահպանվում են, ընդհանուր առմամբ եթե ցած միջինում վերցնենք, ապա նայի շուրջ 33%-ի չափով միջին տարեկանում ներդրումների ծավալ ունենք, այդ թվում նաև օտարերկրյա ներդրումները, հիմնականում ներդրումները իրականացվում մեր հայրենակիցների կողմից, թե Հայաստանի Հանրապետության, թե այլ երկրների, չնայած կան նաև օտարերկրացիների կողմից իրականացվող ներդրումներ, տարբեր ոլորտներում, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ունենք վերջերս այսպես նոր աճ գյուղատնտեսության ոլորտում, այսինքն ստեղծվել են, հիմնադրվել են մի քանի այգի օտարերկրացիների կողմից, թե մեր հայրենակիցների, թե ուրեմն օտարազգի, եւ այդ գործընթացը խրախուսելու նպատակով ընդունվեց օրենք, որի համաձայն, եթե ուրեմն ոչ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից հիմնադրվում է այգի, որը նաև ուղեկցվում է նոր տեխնոլոգիաներով ոռոգման համակարգի առկայությամբ, ապա հնարավորություն է տրվում
տվյալ հողատարածքը սեփականության իրավունքով տրամադրվել այդ քաղաքացիներին, իհարկե նպատակային օգտագործման պահպանման դեպքում եւ այդ գործընթացը նույնպես դրական արդյունք կունենա։ Զբոսաշրջության մասին երկու բառով ասեմ, որ դա իսկապես մեր գերակա ճյուղերից մեկն է եւ այս տարի 9 ամսվա արդյունքներով, սեպտեմբերի 1-ի դրությամբ 8 ամսվա արդյունքներով գրանցվել է 31150 զբոսաշրջիկ ոչ Հայաստանի Հանրապետության, այսինքն այլ երկրներից հաճախած զբոսաշրջիկներ, տարբեր երկրներից, որը շուրջ 48%-ով ավելին է նախորդ տարվանից։ Աճակն հայտ է եւ տարեստարի այդ աճը պահպանվում է։ Դրան նպաստել են այս տարվա ընթացքում կազմակերպված տարբեր միջոցառումներ, տեղեկ ուրեմն համահայկական խաղերի բացման արարողություններ կազմակերպված Ստեփանակերտ քաղաքում, նաև Կոնիֆա 2019 միջոցառումներ կազմակերպված, նաև այլ միջոցառումներ, ուրեմն Airfest միջոցառումը եւ այլ բազմաթիվ միջոցառումներ, որոնք ընդհանուր առմամբ նպաստել են զբոսաշրջության աճին եւ այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր հյուրանոցային տնտեսության հզորությունները չեն բավարարում առկա պահանջարկին։ Զբոսաշրջային սեզոնի ընթացքում կա էական պահանջարկ, չբավարարված պահանջարկ ու նկատվում է արդեն հյուրանոցային տների, զբոսաշրջային տների գործնեության ընդլայնում բնակչության շրջանում։ Որպեսզի խրախուսենք այդ գործընթացը, ինչպես նաև ընդհանրապես ՓՄԶ սուբյեկտների կողմից ավելի շուտ փոքր եւ միկրո տնտեսվարողների կողմից այդ տնտեսական ակտիվության զարգացմանը մենք ընդունեցինք օրենք, այսինքն մենք ներդրեցինք այնպիսի համակարգ, որի պայմաններում այդ միկրո ընկերությունները, միկրո ձեռներեցները գրեթե ազատվում են հարկային բեռից։ Այսինքն կան որոշակի խորհրդանշական չափերի հասնող երամսյակային վճարներ, արտոնագրային վճարներ, 1000 դրամ, 2000 դրամ այդ կարգի եւ հանված է լրությամբ հաշվետվությունների ու այսպես այլ նման վաճառական պահանջները հիմնականում դա դիտարկում ենք որպես բնակչության զբաղվածության ապահովման նպատակով կազմակերպված ուրեմն քաղաքականություն եւ այդ առումով բավականին դրական արդյունքներ են արձանագրվում այն նույն զբոսաշրջային տների ոլորտում, առևտրի ոլորտում, փոքր ուրեմն սպասարկման ոլորտում, տրանսպորտային ծառայությունների եւ նմանատիպ այլ մի քանի ոլորտներում այդպիսի առաջընթաց կա։ Պարարտության խոսենք մյուս հարցի մասին, բանակային քիչ է առաջնագծում վերջին տարիներին հատկապես ապրիլյան պատերազմից հետո բավական նկատելի աշխատանք կատարվեց ենթակառուցվածքների բարելավման, տեխնիկական վերազինման, այսօր ինչ ունենք, եթե ինչքան որ հնարավոր է ինֆորմացիան տրամադրել եւ արդյոք այդ աշխատանքները շարունակական բնույթ են։ Աշխատանքները շարունակական բնույթ են կրում, հիմնականում իրականացվում են ուրեմն պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի միջոցներով կան աշխատանքներ, որոնք ընթացքում են եւ որոնք ուղղված են ենթակառուցվածքների ապահովման առաջնագծի, կան նաեւ ծրագիր, որ այդ ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքները պետք է ընդլայնվեն եւ դրանք կուղղվեն թե ճանապարհաշինության, թե ուրեմն կապի կոմունալ հարմարությունների, հոսանքի ու այլ ուրեմն ենթակառուցվածքների ապահովմանը մեր առաջնագծում եւ միանշանակ այդ բոլոր աշխատանքները կնպաստեն մեր պաշտպանունակության բարձրացմանը։ Եվ վերջին հարցը Թալիշին էլ անդրադառնանք, շատ խոսվեց, որ Թալիշի մեծ վերականգնման աշխատանքներ, մենք երեք նաև այնտեղ ենք բավական այդ աշխատանքներ նկատեցին, ինչ ծրագիր կա Թալիշի հետ կապված մարդիկ վերաբնակեցվելու են այդ տարածքում, թե տարածքը արդեն դծվնալու է։
Թալիշցիները վերադառնում են, արդեն այդ գործընթացը սկսվել է, արդեն այս պահի դրությամբ 7 ընտանիք վերադարձել են, հավանաբար նոյեմբերի 1-ից կվերագործարկվի դպրոցը, դուք երևի տեսել եք նոր դպրոց է կառուցված, նոր մանկապարտեզ, նոր գյուղապետարանի շենք, կան նաև կառուցված նոր բնակելի տներ, վերանորոգված են հին տները, այնպիսով որ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են, որպեսզի այն Թալիշի այն բնակիչները, ովքեր որ ցանկություն հատնեն վերադառնան, որպեսզի իրանք ապահովված լինեն լրիվության բոլոր բնակարանային, կենցաղային պայմաններով, ու այդ գործընթացը արդեն իսկ սկսվել է, մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ բոլոր ցանկացողները կարող են տեղափոխվել եւ բնակություն հաստատել հարազատ գյուղում։